հիմա ես ուզում եմ անդրադառնալ նաև երեք տեղի ունեցած մի միջադեպի, դուք գիտեք, որ սրբազան շարժման երիտասարդները 18, 17, 16, 20 տարեկան աղջիկներ եւ տղաներ անցկացնում են չեմ վստահում ակցիան, ուրեմն 3 աղջկա 20 տարեկան, որոնցից երկուսը եւ նաև զոհվածների, ուրեմն երեխաներ բերման են ենթարկել քննչական բաժանմունք, մինչև գիշերվա 1:30 ժամը 1:30-2 պահել են քննչական բաժանմունքում, ընդամենը Նիկոլ Փաշինյանի նկարով չեմ վստահում թռուցիկներ փակցնելու համար, հետո նրանց ենթարկել են վարչական տուգանքների, բա Նիկոլ ինչ էիր ուզում, կարող է ուզում էիր թռուցիկ փակցնեին քո նկարով ու Աննայի վրեն գրեին I love you, այդ էիր ուզում, բա ինչ վաստակել ես, դա էլ ստանալու ես եւ նաեւ երկրորդ ուրեմն ահասարսուր դեպքի մասին եմ ուզում խոսել, որտեւ ինձ ահազանգել էր գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանի քրոջ աղջիկը, մենք տեսանք թե ինչպես Լիլիթին տնային հագուստով, հողաթափերով են, որ ասում են բռնություն չի եղել, չեն թույլ տվել նույնիսկ տան հագուստը փոխի հողաթափերով բերման են ենթարկել եւ ինչպես ինձ փոխանցեց Լիլիթի նվաստացնելու, այո, Լիլիթի քրոջ աղջիկը ինչպես ինձ փոխանցեց, կարողացել են շատ կարճ խոսել Լիլիթի հետ, ով ասել են ոստիկանը Կարեն անունով, ասել է սրան կտեղազննեք կամերաների ներկայությամբ, այսինքն կնոջը զննել են, ավել բան չեմ ուզում ասեմ, տեսախցիկների ներկայությամբ ու հետո երեք ազգային ժողովի ամբիոնից բղավում էին մեր իշխանությունը մարդ չի սպանել, իրոք, բայց ձեր ղեկավարի կորտեժի տակ տրորված Սոնան եւ նրա չծնված երեխան, բա Արմեն Գրիգորյանը ով մահացավ իմ աչքերի առաջ, ուղիղ եթերում, Արմեն Գրիգորյանը մահացավ դահլիճում իմ աչքի առաջ, բա լրագրող Մհեր Եղիազարյանը, բա այն Եղեգնաձորցի գնդապետը, որին ըստ բազմաթիվ հրապարակումների ծեծին ուղղակիորեն մասնակցել է Վայոց ձորի նախկին մարզպետը եւ բազմաթիվ դեպքեր, այս ձեր աչքին չի երևում, բա նույն Մանվել Գրիգորյանը, բա ձեր զոհը չի, բադասպանություն չէր, այնպես որ ամոթ դուք ձեր իշխանությունը իրավունք չունի խոսելու բռնարարքներից, էլ չեմ խոսում են քաղաքական հետապնդումները, որոնց ենթարկվում են բոլոր նրանք, այդ թվում լրատվամիջոցներ, բոլորը, մենակ Հայելու դեմ, այո, քանի գործ հարուցված է, հունիսի 11-ին լրանում է 2 տարին, Արմեն Աշոտյանին պահում եք քաղաքական հետապնդման մեջ ամեն շաբաթ խայտարակ դատավարություն է, երեք հերթական դատին ես եւ Տիկին Թովմասյանը ներկա ենք եղել, վկային, ուրեմն կանգնած ասենք վկայա խոսում է, ասում է բառը ասել եմ ես, այդ բառը ասել եք այդպես, այդ բառը ուրեմն ասել, բառի վերջին տառը, չէ, վերջին տառի հոդը, եկա է դատախազ ինչ ասում, լեզվա մտածողության փոխարեն, ինչ-որ մի հատ անկապ ինչ-որ բառեր է ասում, դա լեզվի, եսի մինչի մտքի ձևի, ինչ-որ անհեթեթություն է դուրս տալի, միտքը ինչ է, ուրեմն միտքը ինչ է, ուրեմն միտքը բառը, ուրեմն բառը ինչ է, ուրեմն բառի տառը, ուրեմն բառի տառը, ես 45 րոպե նստեցի, մի ժամի մոտ, չէ, այո, խայտարակությունը որովհետև Նիկոլը ասել է ամեն ինչ կանեք Արմենին, ինչքան հնարավոր է պահել, չէ Տիկին Զորաբյան, ես մեկը ասենք բանը հանրային դեմք է, գործիչ է, լուսաբան, դուք պատկերացնում եք ինչ է կատարվում առհասարակ։ Իհարկե, սա խայտարակություն է, տանում են 30-ամյա կնոջ, այն նույն րոպեներին, երբ որ ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին ասում էր համբալ, ոտիցդ կկախեմ, հենց այդ նույն ժամերին 2 անչափահաս երեխա ունեցող 30-ամյա կնոջը տարել են դատախազություն, ընդեղից էլ քաղմաս, ընդամենը ֆեյսբուքյան գրառման համար, որ կինը գրել է հող հանձնողի ձեռը
պիտի կտրել։ Բա ոնց հող հանձնողի ձեռը պիտի հաչել դնել գլխին, հա, հասկանում եք, սա ինչ կատարվում։ Այդ թուրքերը կանեն ձեզ, այդ կպաչեն կդնեն, բայց հետո իրանք գիտեն ինչ են անում։ Եվ նորից ուզում եմ դիմել մեր հայրենակիցներին, ես հասկանում եմ, որ իրավիճակը իսկապես լարված է, որ ուրեմն ես անկեղծ ասած ես նոր նայում էի, թե ես անձամբ ինչքան պիտի աղբահանության գումար մուծեմ, գիտեք կարգը փոխել են, ես շոկի մեջ 5-6 անգամ թանկացրել են, քառակուսի մետրով են հաշվում, դուք հասկանում եք, սա ինչ թալան է, մարդիկ տներ ունեն, ասենք տարեցկինա, որդիները սարքել են, կամ տարեցկինը խորհրդային տարիներին աշխատել է, եկել էր, ասում էր, լավ, ես ինչ անեմ, ոչինչ, 40,000 թոշակ է ստանում։ Ինչ ասում, Նիկոլասը գնա մի հատ գյուղի բուտկայում ապրի, ասում է, ես ինչի պիտի ամբողջ կյանքում ապրել եմ կենտրոնում, Արաբկիրում, ինչի պիտի ես իմ տունը ծախեմ, քանի որ չեմ կարողանում գույքահարկ վճարեմ, Նիկոլն ասում է, չես կարում, տունը ծախի, մենք քպիականներով կգանք ձեր տները կառնենք, դու էլ գնա մի հատ Համզաչիման գյուղում բուտկար 3000 դրամ գույքահարկ վճարի։ Դուք հասկանում եք, սա ինչ թալան է, սա ինչ կատաստրոֆա է։ Ես գնացի աղբահանության գումարը վճարելու, շշմեցի, 6 անգամ ավել աղբահանության գումար ես հիմա պիտի վճարեմ որպես քաղաքացի։ Էս ինչ եք անում, էս ինչ թալան է։ Նիկոլ բա ասում էիր քաղաքացին տուգանքի մատերիալ չի, քաղաքացին թալանի մատերիալ չի, դրել ես, այսենց առանց լվացքի մեքենա քաղաքացուն մրզում ես, կախում ես, ինչ ա ուզածդ, որ կենտրոնում ապրողները բոլորը իրանց տներից դուրս գան, որ քո գեղացի քպիականները գան այդ տները գրավեն, չի լինելու Նիկոլ, չի լինելու, դու քաղաքացուն չես քերթելու, անգամ մենք Քաղցրաշենցուն 21 թվականին քեզ 90% ձեն ա տվել, անգամ Իրան ենք մենք պաշտպանելու, հա, Իրան ենք պաշտպանելու, որ շատերը ասում է չի հասնում իրանց, Արտաշատի ռեգիոնի գյուղերի բնակիչներին, Գյումրու ռեգիոնի բնակիչներին, Արմավիրի բնակիչներին չի հասնում պաշտպանություն, որտեղ պատերազմից հետո, ինչպես ասաց Քաղցրաշենի բնակիչը, եռաբլուրի անեծքը վրան, գնացել ընտրել են քեզ, բայց մենք իրանցել ենք պաշտպանելու, չենք թողնելու, որ դու Հայաստանի Հանրապետության քաղաքացուն սարքես սենց գազարով, ինչպես իրանցից մեկն էր ասում, դնես ու միջև վերջ ծորկայես, սա է իրականությունը։